Ինքնաճանաչողությունը այսօրվա հասարակությունը, այսօրվա պետությունը, այսօրվա իրականությունն ու այսօրվա ինքնությունը հասկանալն է։ Իսկ ինչպես պիտի մենք օգնենք մեր հասարակությանը ճանաչել ինքն իրեն։ Մարդիկ գրագիտության լրջագույն խնդիրներ ունեն։ Եվ ուր այն հայոց լեզուն, որը պետք է լիներ։ Մեր հասարակությունը պատրաստ է նոր պատերազմի։ Մարդիկ ասում են, այո, եկեք ազգովի բանակ դառնանք, ազգովի փորձենք մասնակցենք մեր անվտանգության ապահովմանը, բայց չունեն այդ վստահությունը։ Ինչպես պետք է ապահովել այդ անվտանգությունը, որպեսզի մարդը լինի այդ անվտանգության զգացողության կրողը։ Մենք ուզում ենք, որ պետությունը հոգ տանի ամեն ինչի համար, համ միևնույն ժամանակ ուզում ենք ազատ տնտեսություն ունենանք։ Արդյոք այդ տարանջատումը կա, որ կոնկրետ այս զարգացումները պայմանավորված են հետպատերազմյան սինդրոմներով։ Այդ լռությունը դա ոչ թե խոսելու անկարողություն է կամ գործելու անկարողություն է, այլ դա ընդվզում է լռությունը պայքարի ձև է։ Այո, պատկերացրեք մի մարդը, որ մի կյանք է ապրում ու ուզում է լավ երկրում ապրի ու ամեն անգամ իրան խաբում են։ Այդ մարդու մոտ բնականաբար լուր մեծամասնություն դառնալու մեծագույն ցանկություն է առաջանում։ Արդյոք պետությունը կամ հասարակությունը եւ առավելևս անհատը ունի այդ դիմադրողականությունը այս բոլոր գործընթացների հանդեպ, որը իր շուրջ տեղի ունենում։ Մարդիկ էլ հեղինակություններ չեն ճանաչում։ Արդյոք մենք ունենք նոր էլիտայի կարիք, ֆունդամենտալ կրթությունը ազգային ինքնության, ընդհանրապես ինքնության պահպանման, ինքնության վերաիմաստավորման լավագույն ճանապարհն է։ Սիրելի բարեկամներ, ողջույն։ Սկսում ենք մեր ինքնությունը նախագծի հերթական դրվագը կամ թողարկումը, որը ինչպես եւ վերնագիրը հուշում է, հիմնականում նվիրված է մեր ինքնության խրթին եւ ոչ միայն խրթին, այլև պարզ կողմերի մեկնաբանությանը, վերլուծությանը։ Մենք փորձում ենք մեր հյուրերի օգնությամբ նայել մեր ինքնությանը տարբեր դիտանկյուններից, տարբեր աչքերով, փորձելու հասկանալ, թե մենք ուր ենք հասել, փորձելու հասկանալ, թե մեր ինքնությանը կամ ինքնութենական ինչպիսի առանձնահատկություններ են մեզ այսօր շրջապատում եւ արդյոք մենք անցնում ենք ճգնաժամերի միջով, եւ եթե այո, ապա որոնք են դրանց պատճառները եւ ինչպես կարողանալ դրանց մեջից դուրս գալ։ Դրանք իրականում ակադեմիական հարցեր չեն, դրանք շատ կարեւոր հարցեր են։ Եվ այսօրվա քննարկումից էլ դուք կտեսնեք, որ դրանք պարզապես անձնական սուբյեկտիվ մտորումներ չեն։ Մենք ունենք խնդիրներ ինքնութենական, ինքնության հետ կապված, որոնք նաև առնչվում են անվտանգությանը։ Եվ ինչպես այսօրվա մեր հյուրը իր տարբեր զրույցներում ասում է, սոցիոլոգիան ախտորոշելու եւ նաև լուծումներ տալու ստեյության գիտություն է։ Այսօր մենք ողջունում ենք մեր գործընկերոջը, ընկերոջը Արմեն Խաչիկյան, Արմեն ողջունում եմ։ Ողջույն։ Արմենը Արար քաղաքակրթական հետազոտությունների կենտրոնի կամ հիմնադրամի ղեկավարն է եւ խորապես զբաղվում է սոցիոլոգիական հարցերով, մի գիտություն, որը կարծում Հայաստանում թերագնահատված է եւ նաեւ կարծում եմ, որ շատ հաճախ տարբեր վերլուծություններ ցավոք չեն հենվում վիճակագրական տվյալների վրա, մի բան, որը եւ քաղաքագիտության եւ մարդաբանության եւ այլ ասպարեզներում ուղղակի հիմքերից մեկն է, առանց թվերի հնարավոր չէ հասկանալ, թե հասարակությունը ինչպիսի, ինչպես որ Արմենը ասում է, հիվանդություններ կամ ախտեր ունի եւ հասկանալու նաեւ թե ինչ միտումներ կան դեպի վերև, դեպի ներքև, որը նաեւ հնարավորություն տա հասկանալ, թե որտեղ պետք է միջամտել, ինչը պետք է փոխել, որպեսզի հասարակությունը կարողանա ավելի առողջ լինել։ Արմեն, ինչու Արարը այդպես ինտենսիվ զբաղվում է սոցիոլոգիական հենց հարցումներով, սոցիոլոգիական ուսումնասիրմամբ եւ ինչու ես դու ընտրել այդ մասնագիտությունը։ Բավականին բարդ հարցեր ու նաև ես կարծում եմ ձեր թեման, որը ընտրվել է ու շարքը շատ ծանր ու շատ բարդ է, բայց միևնույն ժամանակ շատ անհրաժեշտ ու կարևոր։ Ես քանի որ նախորդ էպիզոդները եւս դիտել եմ ու տեսել եմ, որ ավելի շատ ձեր հյուրերը խոսում են ավելի տեսական, պատմական, մշակութային, ինքնութենական կոնտեքստում, ես այսօր կփորձեմ պրակտիկ ավելի առօրյա եւ առավել այժմեական կոնտեքստում նայել այն ինչ որ մենք խոսում ենք եւ վերադառնալով ձեր հարցին ես ընտրել եմ սոցիոլոգիան, որովհետեւ ինձ համար հետաքրքիր էր ինչպիսին է հիմա հասարակությունը եւ հենց ինքնության կոնտեքստում էլ մենք շատերս ասում ենք հայ ինքնություն եւ բնականաբար հայ ինքնության կարևորագույն բաղադրիչներն են հայոց լեզուն, հայոց պատմությունը, մշակույթը, մի շարք այլ բաղադրիչներ, բայց հայոց պատմություն ասելով օրինակ մենք այսօրը չենք դիտարկում։ Որ ասում ենք ինքնաճանաչողությունը կարևոր է, չէ՞։ Եթե մենք ուզում ենք հասկանանք որն է մեր ինքնությունը, պետք է լավագույնս ինքնաճանաչողություն ունենանք։ Հիմա ինքնաճանաչողությունը իմ պատկերացմամբ
ոչ միայն պատմական անցյալը եւ պատմական ամբողջ ժամանակընթացը հասկանալն ու պատկերացնելն ու դրանից դասեր քաղելն է, այլ նաեւ ինքնաճանաչողությունը այսօրվա հասարակությունը, այսօրվա պետությունը, այսօրվա իրականությունն ու այսօրվա ինքնությունը հասկանալն է ու դրանով էր պայմանավորված, որ ինձ համար այժմ եւ հիմա շատ հետաքրքիր էր, որովհետեւ այն որ օրինակ ինչ պատահեց մարդկանց, երբ որ ունեին առաջին հանրապետություն եւ հետո հայոց պետականությունը փլուզվեց, ինչ պատահեց մարդկանց, երբ որ բոլորը մեծ սիրով եւ մեծ նվիրումով գնացին հայրենական պատերազմի, այդ թվում իմ պապը, եւ դրանից հետո ինչ պատահեց, երբ որ նրանք մեծ ողջորությամբ ու նվիրումով մասնակցեցին այդ ԽՍՀՄ-ի փլուզմանը եւ ազգային զարթոնքով ստեղծեցին երրորդ հանրապետությունը, ինձ համար միշտ հետաքրքիր է, թե իսկ այժմ մեր հասարակությունը ինչ ողջավորություն ունի, ինչն է իր համար հետաքրքիր, ինչն է կարևոր, ինչն է առաջնային, ու ինչպես դուք նշեցիք, ինչ հիվանդություններ ունենք մենք հիմա, որտեղ բոլոր հասարակությունները նման են օրգանիզմներին, ունեն հիվանդություններ, բայց մենք էլ չէ, կարիք ունենք ինքներս մեզ ճանաչելու։ Ու շատ մարդիկ կան, որ իրանք իրանց մարմինը, իրանք իրանց բնավորությունը, իրանք իրանց էությունը լավ չեն ճանաչում։ Ու մենք էլ որպես հասարակություն, հատկապես երիտասարդ որպես երկիր, անկախ երկիր պետք է լավագույնս ճանաչենք ինքներս մեզ ու դա է նաև նպատակը, թե իմ սոցիոլոգիայի ընտրության, թե նաև Արար հիմնադրամի կողմից հետազոտական բլոկը ընդլայնելու մասով, մասնավորապես Արար հիմնադրամը միշտ զբաղվել է հետազոտություն, հետո հետազոտության հիման վրա լուծումներ եւ այդ լուծումների պրակտիկ իրագործում, հետո դա տրամադրում պետական կամ ավելի լայն ինստիտուցիոնալ համակարգերի։ Այս դեպքում հատկապես Արցախի կորստից հետո 2023 թվականի հոկտեմբերից հետո մենք որոշեցինք, որ կարիք ունենք հասկանալու, լավ, մենք Արցախը կարծես թե կորցրինք գոնե առնվազն մի քանի տարով։ Իսկ մենք ինչ ենք ուզում Արցախի հետ, ինչ ակնկալիքներ ունենք, ինչ պատկերացումներ ունենք, պատերազմներից ու այդ Արցախի կորստից տեղահանվածների այդ հոսքը ընդունելուց հետո մեր հասարակությունը ինչ է մտածում, ինչ է զգում, ինչ այդ թվում նաև ինքնությունը պահպանվել, չէ՞ որ ինքնության մի մաս էր Արցախը, որը տարածքային առումով ֆիզիկապես դադարեց մեզ հետ ուղակի շփման մեջ լայվ լեզվի խնդիր կա, մշակութային առանձնահատկություններ կան, խոհանոցի հարցեր կան, որոնք մենք կարող ենք իսպառ, այլևս եթե իրենց արեալից հանենք, մենք ուղակի չունենանք այլևս, ենթադրենք երկարաժամկետ կտրվածքով այդ բարբառը կարող է ուղակի վերանալ։ Հենց այդ նաև նպատակով մենք որոշեցինք հասկանանք, թե մեր հասարակությունը ինչ է զգում, ինչ է պատկերացնում, ինչ ընկալումներ ունի, ինչ հիվանդություններ ունի ու փորձենք ոչ միայն ախտորոշենք հիվանդությունները, այլ հասկանանք նաև ինչպիսի լուծումներ կարող են օգնել բուժվելու ինքներս մեզ ու մի կարևոր ընդգծում էլ անեմ, որ գիտեք ընդունված է նույնիսկ հասարակագետների շրջանում, սորական մարդկանց կամ քաղաքական գործիչները էլ չասեմ, որ թիրախավորում կամ պիտակավորում են հասարակությանը կամ ժողովրդին։ Մեր ժողովուրդը, դե լավ, մեր ժողովուրդը մի բան չի, տենց։ Եթե համատենք տարբեր հասարակությունները, բոլորը ունեն շատ մեծ խնդիրներ։ Ես չեմ պատկերացնում մի հասարակություն, որը ոչ մի խնդիր չունի իր երկրի հետ կապված, իր տարբեր ասպեկտներով ամեն մեկում միտեղ մի խնդիր կա։ Ու ես կարծում եմ մենք պետք է ոչ միայն եւ ոչ թե թերագնահատենք մեր ժողովրդին, մեր հասարակությանը, այլ ճանաչենք։ Ու նույն ձևով հայրենիքն էլ փորձեմ նաև թեմային ընդառաջ գնալով մենք շատերս խոսում ենք հայրենասիրության մասին, բայց Արցախի մասին, Արցախը սիրելու մասին, բայց մինչև Արցախի պատերազմը, եթե չեմ սխալվում, հետազոտություն կար, որտեղ շուրջ 5%-ն էր հասարակության Հայաստանի Հանրապետության բնակիչների հարցվածների 5%-ն էր, որ Արցախում եղել էր, որտեղ մեծամասնությունը եղել է զինծառայողի ընտանիք եւ այլն գնացել եկել են։ Այսինքն կարևոր դիտարկում է։ Երկիրը ընդհանրապես սերը սկսում է ճանաչողությունից, թե կնոջ դեպքում, թե երկրի, թե նյութական, ոչ նյութական կապ չունի։ Սկսում է ճանաչել, հետո նոր սիրել։ Իսկ մենք մեր երկիրը, մեր տարբեր շրջանները, մեր տարբեր ասպեկտները, մշակութային, նույն բարբառային, տարբեր մարդկանց տեսակները չենք ճանաչում։ Իհարկե դուք միշտ ուժեղ եք այն ասպեկտով, որ կարողանում եք միշտ թվերով հիմնավորել ձեր ասածները։ Այսօր էլ վստահ եմ բացառություն չի լինի, մի զլացեք եւ թրվեր ներկայացրեք մեր հեռուստադիտողներին, այնինչի մասին ես հենց սկզբում եմ ասում, քանի որ ես էլ միջազգայնագետ եմ, քաղաքագետ եմ եւ ես հաճախ կոչ եմ արել մեր այդ գիտությամբ զբաղվողներին ի վերջո
նայել թվերը, որտեղ առանց թվերի գրեթե անհնար է պատկերացում կազմել եւ քաղաքականության եւ աշխարհաքաղաքականության մասին եւ առավել եւս երկրի ներսում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ, որոնք օրինակ դուք օրեր առաջ ներկայացրեցիք հարցումների տեսքով, թե ինչպես օրինակ մարդիկ վերաբերում անվտանգային հարցերին, մասնավորապես օրինակ արդյոք Թրամփի խավորությամբ, ինչպես ասում են, կամ ներկայությամբ ստորագրված հուշագիրը կամ այդ հայտարարությունը կբերի խաղաղություն, արդյոք մենք կարող ենք ընդհանրապես Ադրբեջանին վստահել որպես խաղաղության գործընկեր, թե հակառակը նա ավելի շատ կորստաբեր գործընկեր է կամ արդեն գործընկեր չէ, հակառակորդը թշնամի է, հարցումների մեջ էին նաև վերաբերյալ ընդհանրապես Հայաստանի արտաքին քաղաքականության ճիշտ եւ սխալ լինելուն, որի մեջ իհարկե մտնում է անվտանգությունը, եւ անվտանգությունը ուղղակիորեն կապված է նաեւ ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեվոր եւ հոգեկան առողջության հետ։ Հետո կուզեի, որ այսպես համընդհանուր անդրադառնանք նաեւ այդ թվերին եւ ձեր ընկալումներին հոգեբանական կամ հոգեկան կամ նաեւ ասում են օնտոլոգիական անվտանգությանը, հա։ Ի սկզբանե գանք են կետից, որ մեր հասարակությունը գտնվում է հետպատերազմական ժամանակահատվածում եւ պատերազմի վերքեր շարունակում են մեր հասարակությանը առօրյա ամեն պահի ցավեցնել եւ անհանգստացնել։ Հասարակությունում վերջի մեր գործընկեր Հայկական հոգեվոր վերականգնման հիմնադրամի հետ համատեղ մենք մեր մասը վերլուծեցինք ու դուրս բերեցինք, որ մասնակիցների շուրջ 5000 մասնակիցների շրջանում արված հետազոտության մեջ, թեստավորման մեջ հոգեբանական դեպրեսիայի, ծանր դեպրեսիայի մակարդակը 46% էր։ Դա բավականին բարձր է։ Այդ մեկ, երկրորդը հետ տրավմատիկ ստրեսային խանգարման ծանր դեպքերը 50.5% էր։ Հիմա այս հասարակության առնվազն կեսը լուրջ ստրեսային, ես մասնագիտությամբ հոգեբան չեմ, բայց հոգեբանական հետազոտություններում բազմիցս ներգրաված եղել եմ։ Լրջագույն խնդրի մեջ է։ Եվ այդ անձը, որ խնդիր ունի հոգեբանական, դա դեռ չի նշանակում մենակ ինքը խնդիր ունի։ Դա նշանակում է իր ընտանիքի անդամները, իրենց ներքևի խանութի աշխատողը, իր գործընկերը, իր բոլոր ամբողջ շրջապատը այս կամ այն կերպ առերեսվում է այդ խնդրին ու միգուցե ոչ ուղղակիորեն, այլ ճանապարհով ստանում է այդ նեգատիվ ազդակները կամ այդ հոգեբանական ծանր ազդակները։ Ու արդյունքում շատերն ասում են, թե ինչի է այդ հասարակությունը այսքան քաոսային վիճակում, ես կարող եմ ձեզ էլի թվեր ասեմ, հանցագործությունների թվերը եռապատկվել են Հայաստանում։ Ծանր հանցագործությունների։ Հասարակական կարգի դեմ ուղղված հանցագործությունները բազմապատկվել են, մարդու դեմ ուղղված հանցագործությունները բազմապատկվել են, սեփականության դեմ ուղղված հանցագործությունները բազմապատկվել են։ Եվ այս կոնտեքստում հասկանում ենք, որ նախ հասարակությունը ինքը քաոտիկ վիճակում է եւ մի քիչ էլ ողջամիտ վարքաբանության խնդիր ունի, ուր մնաց հիմա հետ գանք հասկանանք աշխարհաքաղաքական ու հենց ներքաղաքական հարցերին ոնց են անդրադառնում։ Այսինքն եկեք մեկնարկից առաջ ասենք, որ այս հասարակությունն ունի լուրջ հոգեբանական խնդիրներ։ Բայց ինչքանով է կապված հենց պատերազմի հետ եւ արդյոք այդ տարանջատումը կա, որ կոնկրետ այս զարգացումները պայմանավորված են հետպատերազմյան սինդրոմներով տարբեր տեսակի, ինչպես որ դուք եք նաև նշում հարցազրույցներից մեկում, որ պատերազմը ավարտվել է, բայց պատերազմի հետևանքները կամ այսպես ասած այդ գնդակները արդեն վիրտուալ դեռևս շարունակում են մեր գլխավերևով պատտվել եւ մարդիկ շարունակում են մնալ այդ լարվածության մեջ։ Ես ձեզ շատ վառ օրինակ բերեմ, պատերազմի ժամանակ ես այսպես ասած ավելի կամավոր մոբիլիզացված սպայի կարգավիճակ ունեի եւ փորձում էի համակարգել մի քանի ուղղություն եւ հիշում եմ, որ մենք գնացինք Ստեփանակերտի հիվանդանոցում ու հանդիպեցի ես մի տղայի, ով որ շատ ծանր վիճակում էր այդ պահին առողջական իրավիճակով եւ իր հետ խոսելուց իսկ իր հետ գրվում ենք, որտեվ ինքը ականջը վնասվել էր, նաեւ կոնտուզիա էր ստացել ու իր հետ գրում էի բանի վրա, իմ նոթատեժը գրում էի, ասում էի ոնց էս, ինչ որ տարբեր բաներ, իր գրավոր պատասխանները այդ պահին ահավոր ոգևորիչ են, ամեն ինչ լավ է լինելու, իր դեմքի արտահայտությունը, իր կամքը, իր վստահությունը շատ ուժեղ էր։ Ես իրեն տեսա մի տարի առաջ երևի, ամիսներ առաջ, ու իր դեմքից, իր խոսքից, իր առաջին բարևից, ես ձեզ հիշում եմ ասած այդ արտահայտությունից, երևում էր ինչքան ինքը ծանր, ճնշված, անկայուն, լարված վիճակում է գտնվում, ինչը գոնե այդ մի кейսով ակնհայտ էր, որ դա դրա հետևանքն էր։ Երբ որ ասում ենք սինդրոմ, շատերս եւ հետպատերազմական սինդրոմ, շատերս հիշում ենք վիետնամական սինդրոմը,
վետերաններին բնորոշ, Վիետնամի պատերազմում, աղվանական սինդրոմ եւս։ Ու սա ինչ ցույց է, որ պատերազմների հետևանքները ընդհանրապես հետտրավմատիկ ստրեսային խանգարումի եւս ինքը մի ամիս, երկու ամիս, կարող է մի քանի ամիսներ հետո նոր սկսի իր դրսևորումներն ունենալ։ Արմեն, բայց իրական արդյոք նաեւ չկա դրականը դրան զուգահեռ, քանի որ մարդիկ ուղղակի չեմ ուզում տպավորություն, իհարկե ես էլ եմ ինքն իրենով որպես նեոռեալիզմի այսպես ասած ներկայացուցիչ միշտ փորձում եմ ավելի շատ ռիսկերը նայել, քան հնարավորությունները տարբեր վերլուծություններ անելիս, բայց արդյոք նույն ինչ որ մեկը չի հակադարձի, ասի բացարձակ մարդիկ շատ հանգիստ են, մարդիկ վայելում են, միգուցե նաև տրավմաների պատճառով մարդիկ գնում են ռեստորաններ, այցելություններ, հիմա մարդիկ շատ ավելի լայնաշունչ են ապրում, ավելի հնարավորություններ շատացել է եւ ավելին հենց փորձում են հաղթահարել, չհիշելով այդ ամեն ինչը, փորձում են ուղղակի այդ ամեն ինչը կոծկել եւ ցույց տալ կամ փորձել հաղթահարել հենց այդ պոզիտիվի մեջ, այսպես ասած, եւ ոչ թե անդադ մնալ հուսահատության կամ թերահավատության մեջ։ Դուք ձեր հարցին պատասխանեցիք, ձեր դիտարկումը լիարժեք ինձ թվում է նաեւ հոգեբանության մասնագիտության կոնտեքստում հիմնավորված է, որ շատ դեպքերում պաշտպանական մեխանիզմ է դա որպես այդպեսին, եւ դուք ինքներդ հաստատ ձեր անձնապես եղել է դեպքեր, որ ձեր լարվածությունը, ձեր նյարդերը, ձեր հոգնածությունը հանգեցրել է այսպես ասած նույնիսկ ցինիկ ծիծաղի, բոլորիս մոտ այդպես լինում, որ ամենալարված բանը մեկ է սկսում ես ժպիտով ինչ որ բան, որը այդ էներգիայի եւ պաշտպանական մեխանիզմի դրսևորումն է։ Վերադառնալով ձեր նախորդ հարցին, որին ես առաջին մասը պատասխանեցի, հիմա ունենք այսքան հոգեբանական դժվար վիճակում գտնվող հասարակություն, որը հետ պատերազմական վիճակում է, ունենք այսքան տեղահանված, ովքեր փաստացի տուն, տեղ ամեն ինչ կորցրել են եւ այդ լարված վիճակում հիմա փորձում են վերականգնվել։ Ունենք մի շարք երիտասարդների խումբ, ովքեր փաստացի ընկեր են կորցրել, եղբայր են կորցրել, հարազատ են կորցրել ու իրանք իրենց տարիքով պայմանավորված պատկերացնում են, որ պատերազմի դեպքում իրենք եւս պետք է մասնակցեն ու այդ կորուստը իրենց շատ առարկայական մոտ է։ Եվ այս ամբողջ համատեքստում սոցիոլոգիական հետազոտությունները սկսում են չափել հանրային կարծիք։ Եվ այդ հանրային կարծիքում պարզվում է, որ այդ նույն երիտասարդները, իսկ երիտասարդներ մենք արդեն փորձենք ժամանակակից մոտեցմամբ Z սերունդ ասենք, Z սերունդ, XYZ-ն է, Z-ը զումերներ են ասում, X-ը XL ասում են, Y-ը միլենիալներ են ասում, դրանից առաջ բումերներ եւ դինոզավրերը, baby boom-ը, ես էլ եմ արդեն մտնում, չէ, baby boom-ն է, դրանից առաջ silent generation-ը, լրակյաց generation, դրանից առաջ մեծագույն ու այդպես տեսություններ կան, որտեղ շատ մինչև 1700-ականներ։ Լավ, այդ երիտասարդներ, զումերները։ Վերադառնալով զումերներին, ինչ է տեղ ունենում, որ այդքան լարվածության ֆոնին երիտասարդները ամենաշատն են թերահավատ Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու։ Չեն հավատում։ Երիտասարդները ամենաշատը չեն վստահում, որ Ադրբեջանի հետ հնարավոր է կայուն երկարատև խաղաղություն հաստատել։ Հասարակության մոտ 30%-ը չի հավատում, երիտասարդների, ասենք մոտ 10-15%։ 70-ը հավատում է։ Հակառակն ասի, ներողություն, 30%-ը չի, 30%-ն է հավատում, որ միգուցե հնարավոր է այս կամ այն կերպ, իսկ մնացած 70-ը չի հավատում, հերքում է, որ որի մեծամասնությունը այդ երիտասարդներն են։ Իսկ երիտասարդների շրջանում այդ թիվը 80 եւ ավելի է։ Այսինքն երիտասարդների ճնշող բացարձակ մեծամասնությունը չի հավատում, որ հնարավոր է խաղաղություն։ Իսկ Թրամփի խաղաղությանը։ Նույն կերպ Թրամփի այդ բոլոր խաղաղությունների մասին հարցերը իրանք պլյուս մինուս 70-30 պրոպորցիայի մեջ են։ Ինչ որ դա ձեզնից եմ լսել եւ դա նույնիսկ իմ հարցազրույցներից մեկում ես օգտագործեցի հյուրերից մեկի հետ հարց տալուց եւ երիտասարդ սերունդի վերաբերյալ այդպես պայմանական կոչենք ավելի պահպանողականությունը ինձ համար փոքր զարմանալ էր, բայց սա էլ է սոցիոլոգիայի առանձնահատկություններից մեկը, որ մենք հաճախ մտածում ենք, որ մեր պատկերացածը պիտի լինի ավելի լայն։ Բայց սա ուղղակի նշենք, որպեսզի երրորդատողներն էլ միշտ հիշեն, որ սոցիոլոգիան ավելի լայն է եւ չի սահմանափակվում մեր անձնական դիտարկումները, որտեղ մեր անձնական դիտարկումները կարող են խաբուսիկ լինել եւ հիմնականում խաբուսիկ են։ Իհարկե կարող ենք ինտուիտիվ նաեւ ճիշտ զգալ եւ համապատասխանի, բայց դրա համար է հաճախ լինում, որ հենց չի համապատասխանում, ասում են սա կեղծ վիճակագրություն է, հնարավոր չի նման բան լինի։ Դե գիտեք, այդ է խնդիրը, որ դուք ձեր խոսքի սկզբում ասացիք, որ ժամանակակից մասնագետները պարտավոր են թվերը նայել։ Անպայման։ Բայց այդ թվերը նայելու համար պետք է ճիշտ կարդալ թվերը,
որովհետև օրինակ նույն կերպ ես միշտ ասում եմ, եթե դու նորմալ մասնագետ ես, օրինակ եթե գնում ես բժշկի, բժիշկը ասես մի քիչ ոնց որ ջերմություն ունեմ, լավ չեմ զգում, ասի մի հատ բեր ձեռս դնեմ, փոքր ժամանակ մայրս ասում է շրթունքով ճակատդ պաչեմ, կասեմ ջերմությունն ըստ է, չէ։ Պատկերացեք գնում ես բժշկի, բժիշկն ասում է բեր մի հատ շրթունքով ճակատդ պաչեմ, հեսա կասեմ ջերմությունն ըստ է, չէ։ Չէ, չափման տեսանկյունից։ Չափմա հետո ասում է, հա, լսի, արի գնանք ոտքերը տակ ջուր դիր։ Բժիշկը քեզ տես բան, կասես բժիշկ չի։ Նույն ձևով մասնագետը չի կարա կանգնի ասի, գիտեք, ես կարծում եմ, որ մեր երիտասարդները գիտեք, չեն մասնակցում այս ցույցերին, ոչ ընդդիմության, ոչ իշխանության։ Չէ, դա նորմալ է, երբ դա ասում է ոչ մասնագետը։ Այսինքն մասնագետները հենց մասնագետի երբեմն ասում, ու որտեղ բժիշկներ ցավոք չկան, հուսամ չկան բժիշկներ, ովքեր ճակատը պաչելով են ջերմություն չափում, բայց ցավոք սրտի կան քաղաքագետներ, երևի կան մասնագետներ կամ մասնագետներ կայացող մարդիկ, ովքեր այ մոտարպես այդ ճակատը պաչելու չափման գործիքներն օգտագործում ու նաև մեթոդաբանությունը չգիտեն, որովհետև կարող է ջերմաչափը չափես, հիմա ջերմաչափ կա, կարող Ցելսիուսով ացուց տալի, կարող Ֆարենհայթով ացուց տալի։ Հետևաբար դու կարող ես ջերմաչափնել գործիքներ ունենաս, այսինքն հարցաթերթն ու հետազոտության արդյունքները ձեռքդ մի քանի բան եք խնդրեի, եթե դժվար չի այդ հարցումներից էլ ինչ հետաքրքիր դրվագներ կան այնտեղ։ Ես իհարկե ներկա եմ եղել գրեթե անգիր հիշում եմ, բայց լավ կներ որ մեր հեռուստադիտողներն էլ ծանոթանային, նաև իմանային կներեք որ ընդհատում եմ, որ լավ կլինի որ դարձնեն սովորություն եւ դուք էլ նաև առաջարկում եմ որ դուք ավելի լայն շրջանակներին ներկայացնեք այդ թվերը, որ մարդիկ ի վերջո սովորեն, ինչպես որ Միացյալ Նահանգներում են հիմնական կամ արևմտյան երկրում, թվերով են փորձում հասկանալ գործընթացները։ Դա մշակույթ է, թվերով հասկանալը, ընդհանրապես գիտելիքահեն, տվյալահեն քաղաքականություն վարելը, տվյալահեն մտածողություն, փաստահեն խոսք ունենալը, դա բնականաբար նաև խոսքի եւ մտքի մշակույթ է, որը ցավոք սրտի զարգացման լիքը հնարավորություն ունի Հայաստանում եւ հայաստանցիների շրջանում։ Կփորձեմ ավելի ընդլայնել, բայց վերադառնալով հարցերին, ինձ համար շարունակում է դրական իմաստով զարմանալի լինել, ինչքան էլ որ տարօրինակ է, որ երիտասարդները նորից մինչև 28 տարեկանները չափազանց բարձր գոհունակություն ունեն հայ առաքելական եկեղեցուց։ Մենք ինքնություն հաղորդաշարի կոնտեքստում ենք զրուցում եւ մեր եկեղեցին մեր ինքնության առանցքային բաղադրիչներից մեկն է, որը շատ ժամանակներ պետությունը որպես ինքնության մաս չենք ունեցել, բայց եկեղեցին որպես ինքնության մաս ունեցել ենք։ Բայց կարծեմ 50%-ը չի կիսում այդ կարծիքը, հենց ձեզ մոտ։ Երիտասարդների ընդամենը 3.6%-ն է, որ դժգոհ է եկեղեցուց, մյուսները շատ գոհ են։ 82.5%-ը շատ գոհ է, մոտ 13%-ը միջին գոհունակություն ունի։ Այդ համախմբումն էր, որ 50-50 էր, հա, եթե համախմբում։ Այդ այն ֆոնին, երբ որ նույն երիտասարդների շրջանում տարածում են, որ ինչ որ տեսանյութեր հոգեորականների մասնակցությամբ, ինչ որ հոգեորականը այստեղ է սարեց, այնտեղ ընտանիք ունի, այնտեղ են ունի։ Վարկաբեկելու, բայց գիտեք, մի հատ հետաքրքիր բան ասեմ, քանի որ մենք պայմանավորել ենք ազատ ոչի ենք խոսում ավելի, երիտասարդներ կան, որ ես օրինակ հարցրել եմ իրենց կարծիքը, դա ներկայացուցչական չի, պարզապես գիտափորձի ֆորմատով կամ խորին ինտերվյուի ֆորմատով, եւ մարդիկ ասել են, հա, բայց ընտանիք ունենալը կամ որևէ բնական սեռական կապ ունենալը ինչ խնդիր կա, եւ հենց այդ է խնդիրը, որ շատերը չեն պատկերացնում եւ չեն ճանաչում երիտասարդներին եւ չեն հասկանում, որ իրենց համար դա խնդիր չի։ Հիմա դա լավ է թե վատ, միգուցե դա լավ չի, որ երիտասարդների համար դա, այսպես ասած, ընդունելի է, բայց երիտասարդների համար բնական ինչ որ կուսակրոնությունը որպես այդպեսին շատ նույնիսկ զարմանալի է։ Վերադառնալով մի դիտարկում էլ ասեմ, ձեզ հավանաբար դուր կգա, որ օրինակ կամպրամատներ են օգտագործում, չէ՞, տարբեր կառույցները կամ ուժերը, այդ կամպրամատը կամ այդ ռիսկային ինֆորմացիան ռիսկային է որոշակի կոնտեքստում։ Հիմա օրինակ մեր ինքնության եւ մեր արժեքների մեջ սահմանված չի, շատ փոքր ընդունելի մոտեցում է համասեռամոլությունը, բայց եթե նույն կոմպրոմատը դու տանես դնես մի ուրիշ երկրի ամենաթեժ կետում, այնտեղ շատ ընդունելի է, շատ գովելին որոշ դեպքերում վարկագիծ է, չէ՞, հետեւաբար շատ կարևոր է թե
դու ինչ կամպրոմատ ունես ու ինչպես ես դրսևորում դա, ուստի երիտասարդների շրջանում եկեղեցու դեմ որևէ հակակարողություն, որևէ հալածանք ըստ էության ազդեցություն չի ունենում։ Ես կուզեի մի փոքր խոսենք հենց անվտանգությունից։ Դուք խոսում եք հոգեբանական կամ հոգեկան անվտանգությունից, ես կոչեի դա ավելի շատ հոգեբանական դիմակայունություն։ Ավելի մասնագիտորեն ճիշտ կլինի դա, այսինքն մեկը մյուսով փոխկապակցված են, ավելի խոսել թե ինչպես պետք է ապահովել այդ անվտանգությունը, որպեսզի մարդը կարողանա իրեն ոչ միայն լսելիքներով, որ իրեն ասում են, ընդհանրապես մենք այս զենքն ենք առում եւ այլն, այլ ինքը լինի այդ անվտանգության զգացողության կրողը, որ ինքը անվտանգ է, որ ինքը պաշտպանված է, պաշտպանվածության զգացողությունը, որը հենց դիմակայունությունն է, այսինքն արդյոք պետությունը կամ հասարակությունը եւ առավելևս անհատը ունի այդ դիմադրողականությունը այս բոլոր գործընթացների հանդեպ, որը իր շուրջ տեղի ունենում եւ հաճախ միշտ չի որ ինքը ճիշտ կարողանում է հասկանալ եւ վերջո ինչ է տեղի ունենում։ Դա ինքը սկսում է լսել ամեն մի խոսող գլուխների, որոնք իրեն սկսում են բացատրել, որը գլոբալ առումով դառնում է ուղեղների լվացում։ Հիմա այս ամբողջը եւ դրսից եւ ներսից ազդում է մարդու հոգեբանության վրա։ Ինչ է առաջարկում այդ դեպքում սոցիոլոգիան։ Սոցիոլոգիան լայն իմաստով չեմ կարող ասել ինչ է առաջարկում, կոնկրետ մեր դեպքում որպես հետազոտողներ մենք դուրս ենք բերում, որ հոգեբանական դիմակայունությունը իսկապես վտանգված է, որովհետև ամենակարևորը ինստիտուտների նկատմամբ վստահությունը այդքան էլ բարձր չի։ Մենք խոսում ենք պետական ինստիտուտների։ Այո, եկեղեցու վերաբերյալ դրական վերաբերմունքի, զինված ուժերի բանակի նկատմամբ եւս դրական է վերաբերմունքը, բայց ցավոք սրտի ինֆորմացիայի հավաստիության, պետական կառույցների նկատմամբ վերաբերմունքը ոչ այնքան դրական է, որովհետև երբ ասում ենք զինված ուժերի նկատմամբ վերաբերմունքը լավ է, դա չի նշանակում ՀՀՊՆ-ի նկատմամբ վերաբերմունքը լավ։ Դա նշանակում է հայոց բանակի, այլի ինքնութենական հայոց բանակի նկատմամբ վերաբերմունքն է եւ գոհունակությունն է շատ բարձր։ ՀՀՊՆ-ի նկատմամբ վերաբերմունքը շատ ցածր է։ Այսինքն այդ իներցիան դեռ շարունակվում է։ Իներցիան ես վստահաբար ասում եմ շարունակվելու է։ Հայոց բանակ, հայոց եկեղեցի, հայ ազգային գաղափարախոսություն։ Դուք կարող եք զարմանալ, բայց Հայաստանում նույնը Վաշինգտոնում էլ Pew Research-ը իրականացնում ամբողջ Ամերիկայում, Հայաստանում մենք դա կիրառեցինք, ազգային եւ հոգեվոր արժեքների նկատմամբ վերաբերմունքը, վստահությունը, դրա տարածման ջատագովությունը 90 եւ ավելի տոկոս Միացյալ Նահանգներում։ Հայաստանում, Միացյալ Նահանգներում եթե չեմ 40-45-ի շրջանում։ Սա աչերի ձախերի պայքարի արդյունք է ձեզ։ Չեմ կարող ասել, դա արդեն դուք դի ասեք, ես կարծում Հայաստանում քաղաքական իմաստով աչ եւ ձախ այդքան ընկալումը չկա, չնայած իրողության մեջ միգուցե կա պահպանողականություն, լիբերալ եւ աչ ձախ մոտեցումներ, այդուհանդերձ մարդիկ դա չեն ընկալում, որ այդպես որպես այդպեսին։ Իրենք իրենց չեն իդենտիֆիկացնում, վստահաբար, եւ իդեպ շատ տարբեր է։ Մարդկա իդեպ այդ հետազոտություններ են կարելի, եթե ձեզ հետաքրքիր է ասեմ, նախորդ տարի արել ենք հետազոտություն հասկանալու քաղաքական քարտեզի վրա հասարակության տարբեր սեգմենտներ որտեղ են, աջ, ձախ, կենտրոն, կոորդինատներ, ավելի պահպանողական, թե ավելի լիբերալ։ Վատ բան պիտի ասեմ, հայաստանցիների շրջանում, օրինակ, եթե խոսքը վերաբերում է խոսքի ազատությանը, այո, պետք է խոսքի ազատություն ունի, այսինքն ավելի ազատական։ Եթե խոսքը վերաբերում է օրինակ պետական աջակցությանը, անվճար բուժօգնություն, անվճար առողջապահություն, այո, այսինքն սոցիալիստական, համ սոցիալիստական է, այսինքն համ մենք ուզում ենք որ պետությունը այդ հետսովետական իներցիայով, չգիտեմ որտեղից է, մենք ուզում ենք որ պետությունը հոգ տանի ամեն ինչի համար, համ միևնույն ժամանակ ուզում ենք ազատ տնտեսություն ունենանք։ Այտենց չգիտեմ լինում է թե չէ, դուք ավելի լավ կասեք, ըստ էության դժվար թե հիբրիդային հասարակություններում հնարավոր է դա։ Հետևաբար միանշանակ ասել թե որն է, չենք կարող ասել, բայց վերադառնալով հոգեբանական անվտանգությանը եւ դրա դիմակայելու լուծումներին, լավագույն լուծումը տեղեկացված լինելն է, լավագույն լուծումը որոշակիությունն է, իսկ որոշակիությունը հնարավոր է գիտելիքի, կրթության եւ տեղեկացված լինելու արդյունքում։ Ստրեսները, տրավմաները հնարավորություն տալիս են արդյոք անգամ գիտելիքը ստանալ մաքուր ձևով, որպեսզի ինքը չդարձնի ընդհանրապես չֆիլտրված եւ ավելի շատ վնասող ինֆորմացիա։ Ցավոք սրտի հենց այդ խնդրի պատճառով է, որ երիտասարդների մոտ վիճակը ավելի լավ է, իսկ տարեցների մոտ ավելի վատ, որովհետեւ տարեցները սպառում են մեդիագրագիտության ֆիլտրով չանցած մեդիա աղբ երբեմն, իսկ երիտասարդները մեդիագրագիտության որոշակի մակարդակ ունեն, ու դրանով է պայմանավորված նաեւ, որ նույն պատերազմի ժամանակ խոճապի տարածումը
տարեցների շրջանում միջին եւ բարձր տարիքի շրջանում ավելի ընդունված էր եւ մեր հասարակությունը պատրաստ է նոր պատերազմի։ Նման հարց ունեցել ենք, արդյոք Հայաստանը պատրաստ է, հասարակություն չէ, հարց տվել ենք հարցվողներին, արդյոք Հայաստանը պատրաստ է նոր պատերազմին, մեծամասամբ մարդիկ ասում են, որ պատրաստ չէ, հարց ենք տվել, արդյոք ձեր կարծիքով կլինի պատերազմ, մարդկանց մեծամասնությունը երևի, եթե չեմ սխալվում, նախորդ տարվա վերջում ասում էին, որ հավանաբար կլինի, հետո գնալով ինչքան շատ քննարկվեց խաղաղություն, մարդիկ մի քիչ ավելի հավատում են, որ միգուցե չի լինի պատերազմ, որովհետև ինչի պատերազմ լինի, եթե բոլոր պահանջները ըստ էության կատարվում են, որտեղ ինչու պատերազմ լինի։ Արմեն 3 ամիսը մեկ է կայո անում այդ հարցումները սոցիոլոգիական, որովհետեւ նաև մեր հերոստատողներն էլ հասկանան, որ այդ գործընթացը մեկ անգամվա չի եւ ինքը անընդհատ այդ ես միշտ ասել եմ դա նման է մի փոքր բիրժաների կամ բորսաների, հա, այդպես տատանում ենք անընդհատ, բարձրանում իջնում, բայց որոշակի իհարկե մենք պատերները տեսնում ենք արդեն, տեսնում ենք ընդհանրենք նաև իվենտ թե որ իրադարձությունը ինչպես է անդրադառնում։ Այո։ Դուք արդեն փորձառու եք նույնիսկ այդ հարցում, որովհետև երբ որ մենք հետազոտության արդյունքները քննարկում ենք, նույնիսկ երբեմն ես կարիք չկա որ ինչ որ բան մեկնաբանեմ, որովհետև դուք ինքներդ հիշում եք կամ տեսնում եք ժամանակագրական տարբերությունը ու հասկանում եք, թե որ գործողությունը ինչ հետևանք է ունենում, եւ դա եւս ցույց է, որ փաստացի հասարակությունը սպառում է քաղաքական եւ հանրային իրադարձությունները եւ դրանց մասին ինֆորմացիան։ Որոշակի իմաստավորում, արժևորում եւ կարծիք է ձևավորում դրա հիման վրա։ Եվ նաեւ դա ցույց է, որ նաեւ մարդիկ հավանաբար իրանց ընկերներին, իրանց ծանոթների քննարկում են, ուստի դիսկուրս էլ կա այդ թեմայով։ Եվ նորից վերադառնալով շատերը մեղադրում են, որ դե հասարակությունը շատ է հասկանում մադրիդյան սկզբունքներն ինչ է, դեմարկացիա, դելիմիտացիան ինչ է, Տիգրանաշենը որտեղ է, ոչ։ Հասարակություն չեմ ասի բոլորը, բայց ընդհանուր առմամբ մեր ժողովրդին պետք չի թերագնահատել, շատ լավ էլ հասկանում են։ Ուրիշ հարց, որ վերադառնալով մի քիչ սոցիոլոգիային, ես այդ հաճախ եմ օրինակ բերում, կարծեմ ձեզ հետ էլ եմ մի անգամ խոսել, որ մենք ունենք լուր մեծամասնություն, Ժան Բոդրիարի տեսության առաջ քաշած պոստմոդեռնիստական մոտեցումը, լուր մեծամասնություն ունենք, որը գնալով ավելի пассивանում է ու ավելի քիչ է խոսում, փորձում է ոչինչ չանել։ Մենք մտնում ենք դրա մեջ արդեն կամաց ես եւ դուք կարծում եմ ոչ, բայց ես ունեք ինձ համարում եմ, ինչքան էլ հիմա կասեք, բայց հաղորդումը ինքը հենց առաջի հերթին խոսելու բան, բայց ես կարծեք սա միակ այն թթվածիններից մեկն աղբյուրներից, որ մնացել է իրականում գլոբալ առաջով ես տեսնում թե ինչպես եմ ես էլ մտնում կամաց այդ մեծամասնության մեջ, որովհետև տեսնում ես որ դու չես կարողանում ուղղակի ազդել այդ գործընթացների վրա, քեզ է սպառում, քո հոգեկան առողջությունն ես կորցնում եւ արդյունքում որը անդրադառնում է նաեւ ֆիզիկականի վրա եւ շատերն են այդ իրավիճակում։ Այո, դա ըստ Բոդրիարի լուր մեծամասնությունը նման է սև խոռոչի, որը գնանով կլանում է իր մեջ հասարակությանը եւ նաեւ շատ հետաքրքիր ալեգորիա է դեպ ու նաեւ ասում է որ այդ լռությունը դա ընդվզում է։ Դա ոչ թե խոսելու անկարողություն է կամ գործելու անկարողություն է, այլ դա ընդվզում է լռությունը պայքարի ձև է։ Այո։ Եվ նաեւ մի բան եմ ուզում ասել, որ նորից վերադառնալով նախորդ թեմային, մենք հաճախ էլի կարծում ենք, որ հասարակությունը պատրաստ չի պատերազմին, հասարակությունը հեշտ խաղաղություն է ուզում, բայց հավատացեք օրինակ նույն ազգ բանակ համապարփակ անվտանգություն կոնցեպտների մասին երբ որ մենք հարցնում ենք, մարդիկ ուզում են։ Մարդիկ ասում են այո, եկեք ազգովի բանակ դառնանք կամ ազգովի անվտանգությունը անպայման չի բոլորը զենք վերցնենք, ազգովի փորձենք մասնակցենք մեր անվտանգության ապահովմանը, բայց չունեն այդ վստահությունը, որովհետև ինչ է տեղի ունեցել։ Բերեք մի քիչ ավելի առարկայական, առօրյական նույնիսկ խոսենք, էլի։ Տարբեր իշխանություններ են եկել, ոչ մեկ այդպես բարձր վստահություն չի ունեցել, միայն առաջինը եւ դեռևս վերջինը բարձր վստահություն ունեցել իրանց իշխանությունը գալու, հետո բավականին ու շատ առաջինը շատ դժվար ձևով է հեռացել ու փաստացի 96 թվականին շատ վիճահարույց ընտրություններ են եղել։ Հիմա էլ այս դեպքում էլ եւս գործող իշխանությունները չունեն բարձր վստահություն ու աջակցություն։ Այսինքն իշխանությունների նկատմամբ այս մարդիկ հիասթափություն, ասում են դե մեկը մեկից վատն ա եղել։
Բայց ամեն Հայաստանում չի, դա ես ուղղակի ասում, որպեսզի հերոստատիտողը իրենք չհակադարձեն, որովհետև նույն Միացյալ Նահանգները բոլոր երկրներում գլոբալ առումով իշխանությունները ճգնաժամ ունեն։ Ընտրվում են բարձր ռեյտինգներով, այնուհետև կտրուկ ուղղակի դրանից հետո իջնում են, որովհետև մարդիկ էլի հերթական անգամ հասկանում են, որ իրենց խաբել են ուղղակի։ Հիմա այդ ներքինը։ Արտաքինում էլ մի պահ հույսը դնում են հյուսիսային դաշնակցի վրա, հետո հիասթափվում են։ Մի պահ հույսը դնում են Ֆրանսիայի վրա, հիասթափվում են։ Այդ չգիտեմ ինչքան։ Իրանի վրա են դնում Թրամփն է հույսը։ Հիմա հույսը Թրամփն է։ Այս բոլոր արտաքին հույսերը, ներքին հույսերը, փաստացի դուք պատկերացրեք մի մարդը, որ մի կյանք է ապրում ու ուզում է լավ երկրում ապրի, ու ամեն անգամ իրան խաբում են։ Կամ իրան թվում է, որ իրան խաբում են։ Այդ մարդու մոտ բնականաբար լուր մեծամասնություն դառնալու մեծագույն ցանկություն է առաջանում ու միևնույն ժամանակ ակտիվ գործելու, ակտիվ նախաձեռնելու ցանկությունը հարային տիրույթում մինիմալանում է։ Դրանով է պայմանավորված, որ մենք ինչքան էլ անուն դնենք, ասենք ժողովուրդը пассив է, չի, ժողովուրդը հիմա կարողա չեն խաբել արտաքին եւ ներքին դերակատարները, բայց այս մարդկանց թվում է, որ իրենց խաբել են։ Դա է պատճառը, որ իրենց մոտ բավականին մեծ դժկամություն ու պատրաստակամության пассивություն կա, բայց երբ որ օրինակ նույն էլի վերադառնանք, հարցնում ես Արցախը ինչ պիտի լինի, ասում ենք 90 ամբողջ, եթե չեմ հիշում 91%-ներ, 90.7%-ը ասում են մենք պետք է համաձայն են, որ մենք պետք է ուժեղանանք եւ վերադարձնենք Արցախը։ Եվ Արցախի կորուստը ժամանակավոր է։ Ազնիվ կլինի, որ ես հիմա նորից որոշ հեռուստադիտողների մտահոգությունը բարձրաձայնեմ։ Այն առումով, որ շատերը կասեն, բայց կան նաև սոցիոլոգիական այլ հարցումներ, որտեղ պատկերը շատ ավելի վարդագույն է, մեղմ ասած, նույն բանը ինձ տարբեր քննարկումներում, հանդիպումներում ասում են արևմտյան գործընկերները, որ ենթադրենք հարցումները ցույց են տալիս, որ մեծ մասը խոսում է խաղաղությունից, մեծ մասի համար կարևոր չեն անվտանգային հարցերը, մեծ մասը փորձում է ժողովրդավարության ավելի գործընթացներին հետամուտ լինել, կարևոր է առևտուրը, տնտեսական, սոցիալական աճը, հետևաբար օրինակ Արցախի մասին խոսելը, վերադարձի մասին խոսելը, դրանք բոլորը հետադիմական կամ ամենայնպես փոքրամասնության կամ ռևանշիստական մոտեցումներ են։ Իրենք էլ իբր թե հենվելով ինչ որ սոցհարցումների վրա։ Ինչ սոցհարցումների վրա։ Հայաստանում IRI-ի հետազոտությունները, հարցումները եւ մեր վերջին 2 տարվա երամսյա մեկ իրականացված հարցումները բազմաթիվ հարցերում իդենտիկ շատ մոտ են։ Որոշ հարցերում կա տատանում, բայց այդ տատանումը մեծ չի ընդհանրապես։ Ուստի նույն IRI-ի հետազոտությունները Հայաստանում հեռուստադիտողների համար ասենք կա բավականին որակյալ տարիներ, տասնամյակներ շարունակ գործող հետազոտական ռեսուրսների Կովկասյան կենտրոն CRRC ընկերությունը, որը նախկինում Հայաստան-Վրաստան-Ադրբեջան, հիմա կարծես թե միայն Հայաստան-Վրաստան հետազոտություն անում եւ նախորդ տարվա հետազոտությունը ինձ անձամբ շատ որպես մասնագետ դուր է եկել, շատ որակով կարող են նայել մի քանի հետազոտություն, մի քանի աղբյուր եւ այդ ընդհանուր պատկերը շատ մոտ են։ Ուստի դժվար է գտնել մարդ, ով որ ասի, որ հետազոտություն կա եւ ցույց տա այդ հետազոտությունը, որտեղ Արցախը մարդիկ համարում են բեռ։ Նման բան չկա, դա նորից այն լուր մեծամասնության մյուս փոքրիկ կողմը աղմկոտ փոքրամասնությունն է։ Դա այդ աղմկոտ փոքրամասնության բարձրացած աղմուկի հետևանք։ Սոցիոլոգին ճիշտ է հարցնել, թե չէ, բայց կհարցնեմ, որովհետև այդ հարցը հաճախ են նորից տալիս։ Ինչու, եթե այդքան մեծ է դժգոհությունը Արցախի կորստից, ինչու մարդիկ օրինակ 23 թվին մեծ դժգոհության ալիքով դուրս չեկան փողոց։ Ես էլ ասում եմ դուրս եկան։ Դուք էլ ասում եք դուրս եկան։ Դուրս եկան որոշակի դե ախր շատերը ասում են պատերազմին, դուք ասում եք, որ մենք հայրենասեր ժողովուրդ ենք, բայց պատերազմին վերջում մարդիկ չեն գալիս ռազմաճակատ։ Պատերազմի սկզբում զինկոմիսարիատներում հերթեր էին։ Պետությունը որպես կառավարիչ, պատերազմի մենեջեր չկարողացավ այդ ամեն ինչը կազմակերպել։ Մի շաբաթ հետո էլ վայնկոմատում այո հերթեր չկար, որտեղ մարդիկ գնում էին, տեսնում էին ոչ լոգիստիկան է կազմակերպված, ոչ զինամթերքի տրամադրումը, ոչ տեղանքի ներկայացումը, ոչ առաջադրանքի տրամադրումը, ոչ հրամանատարության հետ ինտենսիվ կապը, ոչ ներդաշնակումը, ստորաբաժանման,
Էելով կուզի գնա։ Տրամաբանական չի։ Նույն ձևով են վերկացել եկել։ Հա նույն ձևով հիմա մի անգամ ցույցարին չստացվեց, այն մյուս անգամ դե փաստացի ցավոք սրտի ինդիմությունը դեռևս այսքան ժամանակ չի հաջողում իր բողոքի ակցիաները լավագույնս կերպով որևէ արդյունք, վերջնական արդյունք չեն տալիս։ Արդյունքում մարդն ասում է դե ոչ միտեղ իրատեսական հեռանկար չի տեսնում, դրա համար չի մասնակցում։ Բայց ես նորից վերադառնալով ավելի մասնագիտական տիրույթին եւ ինքնության տիրույթին, կուզեի նորից մենք գանք են կետին, որ մենք ինքնաճանաչողության խնդիր ունենք։ Եվ ինքնությունը եւս ինքնաճանաչողության խնդիր ունի, այդ թվում հանրային դիմակայունության պատրաստությունը, պատրաստակամությունը, մեր ներքին ինքնավստահությունը, մեր հայրենիքը պաշտպանելու կամքը, այդ ամեն ինչը հերվից հեշտ է ինչ որ գնահատականներ տալը, բայց իրականում պետք է առարկայական գնահատել ներսից հետազոտություններով ու հասկանալ թե ինչու է այդպես։ Ես մի օրինակ կարամ բերեմ, որ սոցիոլոգիան ունի մի տեսական մոտեցում, սիմվոլիկ ինտերակցիոնիզմ է կոչվում, եւ այդ նույն հեղինակը Ջորջ Հերբերտ Միդ ինքը նաեւ ունի I me myself մոտեցումը։ Սիմվոլիկ ինտերակցիոնիզմը ասում է, որ փոխազդեցությունների, այդ թվում նաև սիմվոլների փոխազդեցությունների արդյունքում է ձևավորվում հասարակության հանրային իրականությունը ու նույն օրինակ Արարատը որպես սիմվոլ, նույն օրինակ հայկական դրոշը որպես սիմվոլ, Արցախի Տեյդո-Բաբան, որը այժմ կրծքապարտորեն կրում են։ Այդ դրանք սիմվոլներ են, որոնք դրանք ոչ միայն պարզապես սիմվոլ են որպես այդպեսին, պարզապես գեղագիտական, այլ դրանք ինքնություն պարունակող եւ ամենակարևորը իմաստավորում եւ կոնոտատիվ իմաստ դրած մարդկանց մեջ արժեքներ ու գաղափարներ են, որոնք այդ մարդկանց իրենց կյանքում որևէ այս կամ այն կերպ գործելու մղում են տալիս, չէ՞։ Նույն կերպ այս մասնագետը բացատրում է, որ հասարակությունը դա մի փոխազդեցությունների հետևանք է եւ այլն։ Նույն կերպ այս մասնագետը խոսում է ելի ինքնության մասին ու ասում է, որ ոնց որ I me myself, այսինքն նախ պետք է հասկանաս ինչ ես դու, ինչպիսին ես դու, ճանաչես ինչպիսին ես դու։ Ու դա ոչ միայն անձի մակարդակում, այսինքն միկրո մակարդակում, այլ նաև մակրո մակարդակում, որպես երկիր, որպես հասարակություն։ Այո։ Ինչպիսին ես նախ մի հատ դա նայենք։ Հետո ես նայենք հասկանանք ինչպիսին ես դու իրականում կաս, հետո ինչպիսին են մարդիկ այլոք քեզ ընկալում։ Որովհետև շատերին թվում է օրինակ հայրին մենք հայերս բոլորը մեզ ընկալում են որպես տաքարյուն բան, գնում ես օրինակ, չգիտեմ, ինչ որ միտեղ բարձում է բոլորը չեչեններին եւ դաղստանցիներին կամ վրացիներին են համարում տաքարյուն եւ արյունոց, իսկ հայերին ընդհակառակը, օրինակ, ռոմանտիկ են համարում։ Կամ գերմանացիներն համարում են պաղարյուն, բայց ամբողջ երկու համաշխարհային պատերազմների հիմքը այդ պաղարյունն է, այսպես ասած, գերմանացիները։ Այսինքն այդ հասարակությունը մենակ ինքնաընկալումը չի էլի, այլ նաեւ դու ինչպիսին դու կաս, ինչպիսին է քեզ ընկալում այլոք, այլ հասարակություններ կամ անձի դեպքում այլ մարդիկ եւ myself։ Իրականում ինչպիսին եմ ես ինքս ինձ ընկալում, բացի այն ինչպիսին ես կամ։ Ու այս խնդիրն է, որ շատ դեպքերում այդ մեծ դիսոնանսները գնահատական տալու առաջանում են այնտեղ, որ մարդը ինքը իրան չգիտի, հերիք չի օբյեկտիվորեն, պլյուս չի պատկերացնում իրան ինչպես են ընկալում, պլյուս դրան ինքը իրեն սխալ է ընկալում ու նույն կերպ նաև հասարակություններն ու պետությունները։ Մենք օգնենք մեր հասարակությանը ճանաչել ինքն իրեն, դա պիտի լինի ընտանիքով, պետական մակարդակով, համալսարաններ, թե դա ավելի շատ ներքին գործընթաց, որ յուրաքանչյուր ինքն իր համար պիտի բացահայտի, պիտի լինի, այսպես ասած, աջակցված գործընթաց, թե այդպես ինքնուրույն գործընթաց ինքը պիտի լինի։ Իմ կարծիքով ներքևից վերև լինում է։ Բոլորս էլ ինքներս մեզ փորձում ենք ճանաչենք անձի մակարդակում, հանրային եսի մակարդակում, ազգային եսի մակարդակում, բայց այստեղ հսկայական դեր պիտի ունենա պետությունը, համակարգային դեր ու համակարգային ազդեցության միջոցով է միայն հնարավոր հասարակության մեջ բան փոխել։ Նույնիսկ վատ բան փոխել, էլի համակարգային ազդեցությամբ հնարավոր ու իմ կարծիքով հայոց լեզվի նկատմամբ վերաբերմունքը ես շատ ծանր եմ վերաբերվում ու շատ վտանգավոր վիճակում եմ։ Վերջերս մի մասնագետ ասեց, ես դրա հետազոտությունը մանրամասն չեմ կարդացել, բայց այդ միտքը եւս տեսել եմ,
հետազոտական արդյունքների մեջ, որ Հայաստանում 4 դասարան սովորողների 20%-ը գրագիտության խնդիր ունի։ Նրանք կոպիտ ասում են անգրագետ, բայց այդպես երևի չի կարելի ձևակերպել, գրագիտության խնդիր ունի։ Հիմա որ նայենք նույնիսկ մեծ տարիքում մենք սոցցանցերում, չգիտեմ, տարբեր տեղեր, դուք հարցրեք օրինակ բանկի աշխատողներին, հեռահաղորդակցության ընկերությունների աշխատողները, մարդիկ գալիս են դիմում գրելու, բաժանորդ դառնալու կամ ինչ որ քարտ անելու, մարդիկ գրագիտության լրջագույն խնդիրներ ունեն։ Եվ ուր այն հայոց լեզուն, որը պետք է լիներ։ Ինչալից կա, իհարկե կա, բայց հիշում եք, թե որքան է կազմում բարձրագույն կրթության 20%-ը ամբողջ բնակչության 20%-ը միայն որ բարձրագույն կրթություն է։ Այո, բայց բարձրագույն կրթությունը հավատացեք, այդ միակ ցուցիչ չի։ Չէ, ուղղակի դա չի, այսինքն իսկ ինչքան է եղել խորհրդային տարիներին։ Այդ չեմ կարող ասել։ Եթե թիվը հստակ չգիտեմ, չեմ կարող ասել, բայց այդուհանդերձ դա բակալավրիատն է, թե մագիստրատուրան, թե որը։ բակալավրիատ։ Բակալավրիատ, մագիստրատուրան ավելի քիչ, բնականաբար, ասպիրանտան շատ ավելի քիչ, երևի։ Հիմա նայեք, ես եթե համեմատեմ ես ինձ եւ իմ հայրիկին, ով ավարտել է դպրոց եւ հետո միջին մասնագիտական կրթություն է ստացել ինժեներիայի, էլի, մեխանիկայի եւ ինժեներիայի ոլորտում, ես հիշում եմ ինչպես էր նա իդեալական կերպով վերարտադրում գրականության այն ամենը, ինչ որ ինքը սովորել էր։ Քննադատելով սովետական միությանը մենք չպետք է, չնայած ես շատ չեմ քննադատում, բայց չմոռանանք, որ այնտեղ ֆունդամենտալ կրթություն կար։ Իմ կարծիքով ֆունդամենտալ կրթությունը ազգային ինքնության, ընդհանրապես ինքնության պահպանման, ինքնության վերաիմաստավորման լավագույն ճանապարհն է, որովհետև կրթությունը դա այն հանրակրթությունը հատկապես այն տեղն է, որտեղ բոլորը այս կամ այն կերպ անցնում են։ Եվ նույն այդ Z սերնդի մինչև 28 տարեկանների եկեղեցի սիրելու դրսևորումը նաև հայ-առաքելական եկեղեցու պատմություն անցնելու հետևանքն է։ Արմեն, դուք նաև հարցազրույցներից մեկում խոսում եք էլիտաների մասին։ Մենք քիչ ենք խոսում։ Դուք ուզում եք փոքր խոսեք, թե արդյոք մենք ունենք նոր էլիտայի կարիք, եթե այո, ինչպես դա հասնել է վերջո, եթե դա կարելի է հասնել։ Էլիտաներն էլ ունեն տեսություն սոցիոլոգիայում։ Սոցիոլոգիան շատ լայն է, ունի տարբեր ասպեկտների սոցիոլոգիա, ասենք չեմ, առողջապահության սոցիոլոգիա, ընտանիքի սոցիոլոգիա։ Էլիտաների մասին եւս տեսություններ ու մոտեցումներ կան, բայց այդ մոտեցումները ցավոք սրտի ընդհանրապես կիրառելի չեն, կլասիկ մոտեցումները կիրառելի չեն այսօրվա հասարակության վրա ու ոչ միայն հայ, որովհետև վերջին ժամանակներում հատկապես սոցիալական ցանցերի ու տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ֆոնին մարդիկ էլ հեղինակություններ չեն ճանաչում։ Մարդկանց համար հեղինակությունը Լիոնել Մեսին, Քրիստիանո Ռոնալդոն, մյուս մասի համար։ Բայց հիմա օրինակ որ ընտրություն լինի չան ընտրելու, հենց կոնկրետ Նիկոլ Փաշինյանին, հենց կոնկրետ անձին։ Որոշակի տոկոսը ընտրելու է, բայց դա նրանով չի պայմանավորված, որ հեղինակություն ունենա։ Որովհետև եթե դուք կհիշեք, օրինակ համայնքային կյանքում կան մարդիկ, ովքեր հեղինակավոր են, չէ՞։ Մենք ունենք, ես ունեմ այդպես բարեկամ, իմ քերին, ով այդ իրանց գյուղում, իրանց հարակից գյուղերում հեղինակավոր է։ Ինքը այնպես չի շատ հարուստ է, այնպես չի իշխանություն ա ունեցել, գյուղապետ ա եղել միշտ, բայց ինչ որ իրան միշտ հարգում են, իրանից կարծիք են հարցնում։ Դա հայկական համայնքի էությունն է այդպես, որ կա ինչ որ մի հատ իմաստուն մարդ, որ միշտ իրան ասում են դու կենաց ասա, կամ ուրիշ տեղ հեռու տեղ գնալուց աղջիկ ուզելուց ասում են դու արի դու մեր ոնց որ պատիվը բարձր կպայես։ Հիմա կան նման մարդիկ։ Համարյա չկան։ Դուք պիտի ասեք։ Իսկ էլիտայի դեպքում, որտեղ ամեն դեպքում հիմա եթե էլիտաները շարունակում են մնալ, այլ հարց բիզնես էլիտաներ, բիզնեսը կլինի, բիզնես էլիտաները օբյեկտիվորեն կան, այսինքն եթե կա պետություն, կա տնտեսություն, կան բնականաբար բիզնեսներ։ Բիզնեսներն ունեն սեփականատերեր, կան բիզնես էլիտաներ, բայց բիզնես էլիտան միայն ուղղակի հարուստ մարդկանց կամ ձեռներեց մարդկանց հավաքատեղին չի կամ ինչ որ նույնիսկ ակումբներ կան, միություններ կան, այլ այնա թե այդ էլիտան ինչպիսի ինֆորմացիայի կրող է եւ ինֆորմացիայի փոխանակող է ու ամենակարևորը իրանց ներսում ինչպիսի կանոններ կան։ Էլիտան նրանով է էլիտա, որ իր մեջից հնարավորություն ունի հեռացնելու մարդկանց։ Ասի որ դու էլ լավ բիզնեսմեն չես, դու էլ լավ էլիտայի ներկայացուցիչ ես, դու գնաս տեղից։ Դե ցավոք սրտի քաղաքականությունն է բացառապես իշխանական էլիտայի մասն է խոսքը։ Այսինքն էլիտան օրինակ
Ես մի գործիչ կա, ում բավականին համակրում էի, չնայած տարբեր երևի կարծիքներ կլինեն, դա Վահան Հովհաննիսյանն էր, ով դաշնակցական էր, ուղիղ իշխանության մաս չէր, բայց իմ մոտ տպավորություն էր, որ իր խոսքը իշխանության մոտ անցնում է, նույնիսկ քննադատությունը, ես հիշում եմ հայտնի հարցաբաներ կան, ելույթներ կան, օրինակ ինձ մոտ ինքն էր տպավորություն ձևավորում, ինքը էլիտայի ներկայացուցիչ չէ, որովհետև նույնիսկ իշխանություն չունենալով ինքը կարողանում էր ասել ինչ-որ մի միտք ու մարդիկ նրան լսեին ու ասեին ինքն է ասել, բերեք լսենք։ Ցավոք սրտի հիմա հանրային կյանքում երբեմն փողն է կարևոր, երբեմն ինչ որ, չգիտեմ, շատ հետևորդներն ու շատ լայքերն են կարևոր, երբեմն տարբեր ասպեկտներ են կարևոր, բայց մաքուր հեղինակություն, որ պարզապես խելքի, գաղափարի եւ իմաստության հենքով հեղինակությունները իմ կարծիքով լուրջ ճգնաժամի մեջ են։ Ամբողջ հիմա սերունդը լայքացավով է տարապում եւ դրա համար օրինակ այս հաղորդումներն են, դրանք պայքարի մեջ են, անդադ պայքար, անգլերեն ասած struggling, հա, պայքարել, որ կարողանաս մի քանի հոգու նայել տաս եւ մտածում ես, որ երևի հետաքրքիր չի, բայց ես կարծում եմ խնդիրը դրա մեջ չի, որ հետաքրքիր չի, այլ լրիվ այլ ալգորիթմ է աշխատում այլևս։ Չէ, ես կարծում եմ, որ պետքա ուղղակի մարդիկ, այս տիպի հաղորդումները երբ որ երկար ճանապարհ եմ գնում կամ ինչ որ մի օր ինչ որ գործ ունեմ անելու, որ զուգահեռ ուզում եմ ինչ որ բան լսեմ, երբեմն երաժշտության փոխարեն լսում եմ խելացի մարդկանց, ինձնից տարիքով մեծ, փորձով, գիտելիքով մեծ մարդկանց եւ ես խորհուրդ եմ տալիս բոլորին այդպես անել ու այնպես չի որ գիտեք կարող է այս հաղորդումը նայեն օրինակ 1000 հոգի, բայց հավատացեք ավելի ազդեցիկ է 1000 հոգին, քան օրինակ ինչ որ ծիծաղաշարժ, ինչ որ մի քիչ ոչ որակյալ հումոր ցինիկ եւ անտրամաբանական։ Արմեն, եւ վերջին հարցս ավանդական դարձած, քանի որ նաեւ նայել եք իմ տարբեր դրվագներ էպիզոդներ այս հաղորդումի։ Ես միշտ հարցում եմ հյուրերին, իսկ ո՞րն է մեր հայերիս դրական կողմերը։ Այնտեղ արտանում է հայկական մի քիչ էլ ինքնագովազդը։ Իմ կարծիքով հայերի լավագույն դրական կողմը դա փոխօգնությունն է ու ադապտիվությունն ու փոխօգնությունը։ Չեք պատկերացնի, ես օրվա ընթացքում ինչքան հաճախ եմ տեսնում մարդիկ, ովքեր առանց որևէ ինչ որ շահագրգռվածության, ինչ որ աջակցող մի բան են անում, դա հատկապես դրսևորում է արտերկրում, երբ որ երկու հայ իրար հանդիպում են, նրանք արդեն գեոլոկացիայով իրար բնազդով գտնում են հերիք չի, հետո իրար տակ են փորում, դա համար ասում են ավելի գնաս ինչ որ միտեղ որտեղ հայ չկա։ Սկզբում ցանց են գտնում, հիշում են ինչքան լավ ծանոթներ ունեն եւ կարճաժամկետ հատվածում հաստատ փոխօգնություն ունեն, բայց միևնույն ժամանակ հիշենք պատերազմի ժամանակ։ Պատերազմի օրերին եւ վտանգի ժամանակ հայերը սարսափելի միասնական են դառնում։ Պետք չի մեղադրել հայերին, էլի։ Պետք չի թերական շատ վատը լինելու համար, ինձ թվում է հայկական ինքնության ու հայերի մեջ առանցքային դեր է խաղում փոխօգնությունը ու շատ չեն են ազգերը, ովքեր պարզապես ազգային եւ ազգային պատկանելիության հենքով, լեզվի հենքով կարող են այդքան աջակցող լինել միմյանց նկատմամբ եւ ադապտիվությունը, հարմարվողականությունը, որովհետեւ հայերը որտեղ ասես արագ հարմարվում են, որտեղ ասես շուտ կողմնորոշվում են, շուտ հասկանում են ինչպես պետքա խոսեն, ինչպես պետքա միասնականացնեն ու իմ կարծիքով դա եւս մեծ դեր է խաղացել, որ Մադրասից մինչև Լոս Անջելես հայերը կարողացել են նախաձեռնող game changing disruptive solution-ներով ինչ որ տենց փոփոխող իրականության մեջ նորամուծություն անեն ու դառնան ազդեցիկ դերակատարներ։ Շնորհակալություն Արմեն շատ։ Ձեզ նույնպես։ Մեր հեռուստատողները նկատել են, որ մենք հաղորդումը սկսում ենք բավականին բարդ բանից, հետո փակում ենք դրականով։ Հաստատի բարդն այն է, որ մենք ունենք անվտանգային խնդիրներ։ Դա ակնհայտ է, առանց ասելու, առանց վերլուծելու, յուրաքանչյուրն էլ զգում է իր վրա։ Սա կարելի է կոչել հոգեբանական եւ նաեւ ֆիզիկական անվտանգություն։ Լավն այն է, որ մենք կարծեք դարերի ընթացքում, հազարամյակների ընթացքում սովոր ենք հաղթահարել այդ խոչընդոտները, տարբեր խոչընդոտներ։ Եվ ինքնաճանաչում, ինչպես նշեց Արմենը, շատ կարևոր է, եւ հայրենիքը պաշտպանելու կամքը, որը կարևոր է, փոխօգնությունը չմոռանալը։ Եվ ի վերջո այդ հարմարվողականությունը adaptability-ն է, հա, որ կարողանանք ըստ իրավիճակի ոչ թե հարմարվել, այսինքն հարմարվել զիջելու իմաստով, այլ հարմարվել լուծումներ գտնելու եւ այդ
խոչընդոտները այդ փակ տարածքներից դուրս գալու եւ օրթում այդպես ճղելու եւ մեջտեղով անցնելու։ Շնորհակալություն ձեզ մեզ հետևելու համար եւ ամենակարևորը մի վհատվեք։